2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորիա Գևորգյանը։ Այսպես սկսվեց Արցախի եւ Հայաստանի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը։ Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնդակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ Հակոբյանին եւ 25-ամյա Յուրի Ադամյանին, փաթաթելով Արցախի եւ Հայաստանի դրոշներով։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ծառայողները գրավեցին Հադրութի Ազոխ գյուղը եւ գլխատեցին գյուղի բնակիչ 80-ամյա Յուրի Ասրյանին։ Հոկտեմբերի 28-ին գլխատեցին Ասկերանի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանին, գլուխը խոզի մարմնի վրա դրված։ Հենց ադրբեջանական զինվորականներն իրենք էին նկարահանել գլխատումների ամբողջ ընթացքը, որ հետո իրենց բացառիկ ցինիզմով տարածեն եւ արժանանան փառքի խրախճանքի։ Այս կերպ պատերազմի ընթացքում եւ անգամ պատերազմից հետո խոշտանգվեցին եւ դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք եւ զինվորականներ ջիհադիստների եւ ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ։ Ադրբեջանական նպատակային հարձակումներով արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր, անարգվեցին եւ ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ։ COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը, կաթվածահար անելով Արցախի եւ Հայաստանի առողջապահության համակարգերը։ Ամբողջն ուղեկցվում էր հայերի նկատմամբ ռասիզմի, թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական պետական քաղաքականություն էր։ Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել, ավելին միայն խրախուսվել են։ Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ եւ դիմակայուն, պետություն ունենալով է լինում, որտեղ չկա ներքին պառակտում, որտեղ հանրային համերաշխությունն ու իրավունքը խաղաղություն են ապահովում նաեւ երկրի ներսում։ Խոնարհումս բոլոր նրանց իշատակի առաջ, ովքեր ընկան հանուն հայրենիքի։ Facebook-յան իր էջում գրում է նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 5 տարի առաջ այս օրը սկսվել է Ղարաբաղյան երկրորդ լայնածավալ պատերազմը, որի ցավալի հետևանքները կարելի է պայմանականորեն ասել ամփոփվեցին Վաշինգտոնում անցած օգոստոսի 8-ին։ Սեպտեմբերի 26-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահաբար հայտարարել է, որ հաստատված է խաղաղություն։ Մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի գերագույն նստաշրջանի ելույթում նման միանշանակ հավաստիացում չի արել։ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը վաղաժամ չէ արդյոք։ Կարելի է վստահ լինել, որ տեսանելի ապագայում Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, այն կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացում կանցնի։ Ֆորմալ առումով դա հնարավոր է, բայց իրական խաղաղությունը թղթով չի հաստատվում, այլ կողմերի իրական քաղաքականությամբ, որ ենթադրում է շահերի փոխադարձ ըմբռնում եւ հարգում, բայց ամենից առաջ միմյանց նկատմամբ հանրային լայն հանդուրժողականություն։ Ադրբեջանական քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի խոսույթը ցավոք թույլ չի տալիս նույնիսկ ենթադրել, որ այդ երկրում հայատյացությունը նվազել է։ Ավելի շատ գերակը շռում է մոտեցումը, որ հաղթած կողմն իրավունք ունի ոչ միայն խաղաղություն, այլև պարտվածի նկատմամբ գերակայություն ստանալ։ Այդ իշխող դիսկուրսի դեմ ինչ ունենք Հայաստանում, բայց երևի ճիշտ կլինի ասել ինչ չունենք, որպեսզի կարողանանք արժանապատվորեն եւ անկորուստ հաղթահարենք խաղաղության փորձությունը։ Մենք խնդիր ունենք այս մենամարտում հաղթել Ադրբեջանին, հակառակ դեպքում խաղաղություն չենք ունենա, ինչպես չենք ունեցել 1994-ից 2000-ականներին։ Որովհետև Հայաստանը քառորդ դար անընդմեջ կորուստներ է ունեցել։ Այդ դեգրադացիայի հաշվարկով է նաև սկսվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Հայաստանի խնդիրն է ոչ թե ուրիշներից ակնկալել հաջորդ պատերազմի կանխումը, այլ ձեռք բերել խաղաղություն կառուցելու ազգային պոտենցիալ։ 5 տարի առաջ այս օրը սկսվեց, ավելի ճիշտ շարունակվեց 1994-ին չավարտված պատերազմը։ Ռազմադաշտում Հայաստանը պարտվեց, սակայն պարտությունների շղթան չի ավարտվել։
Այդպես է ցանկացած պատերազմի պարագայում, պարտությունը երկար իներցիա ունի, հատկապես երբ այն պարտվողին խորապես չի սթափեցրել, վերակերպման և ուղղվելու ցանկություն չի առաջացրել։ 2025 թվականի Հայաստանը շատ է տարբերվում 2020-ի Հայաստանից, զուտ ձևական առումով, բովանդակային առումով վիճակն ավելի բարդ է։ Եթե նախկինում հասարակությունը գոնե որոշակի սիմվոլների և արժեքների նկատմամբ ձևական հավատ ուներ, այժմ այդ սիմվոլներն էլ են մոռացվում, ապա մոնտաժվում հիշողությունից։ Բավական է մի քանի ամիս Հայաստանից բացակայել, որպեսզի զգացվի փոփոխությունների ահռելի արագությունը։ Սպառողական հասարակությունը չունի որևէ օրինական և բարոյական չափանիշներ։ Հասարակության լայն շերտերը իրար աչք տալով մտել են սարսափելի մրցակցության մեջ, թե ում հեռախոսը, մեքենան, քեֆն ու հարսանիքն ավելի լավը կլինի, ով Երևանում տուն կառնի։ Եվ այս սպառողական մոլուցքը Հայաստանի ողջ բնակչությանը մտցրել է բանկային ստրկության տակ։ Սա է նոր պետության մոդելը։ Վերցրեք վարկեր, վճարեք շատ հարկեր, իսկ այսպես կոչված հավելյալ արժեքը չի ավելանում։ Արտաքուստ կյանքը եռում է, մեքենաների մեջ շարժ կա, անճոռնի նորակառույց մրջնանոցներ են կառուցվում, բայց այս ամենի տակ բնական, առողջ կյանք չկա նաև հույս, հավատ, հանգստություն և անկեղծ մարդկային ուրախություն։ Որպեսզի բանկային ծանր բեռի տակ կքած հասարակության միտքը առողջ բաների շուրջ չկենտրոնանա, հասարակության ներվային համակարգը պարբերաբար խառնում են զանազան էմոցիոնալ և շինծու թեմաներով։ Ստրուկները չպետք է շեղվեն։ Ողջ դատական համակարգը լծված է բանկային ստրկության անխափան աշխատանքն ապահովելու գործին։ 44-օրյա պատերազմի մասին քչերն են հիշում։ Մարդիկ կարծում են, որ ցեղասպանության, Ղարաբաղի, Արարատի և պատերազմի մասին մոռանալով կարելի է խաղաղ ապրել, վճարելով բանկային տոկոսները, բայց խաղաղությունը միշտ և հատկապես մեր պարագայում հարաբերական է։ Այսօր Գերմանիայի և Ֆրանսիայի պես երկրներն են հայտարարում, որ գտնվում են պատերազմական վիճակում, լինելով Ուկրաինայից բավականին հեռավորության վրա։ Դա փորձի, գիտելիքների և պետական մտածելակերպի դրսևորում է, նաև պարզ ինքնապահպանման բնաստ, որոնցից զուրկ է Հայաստանը։ Եվրոպան պատերազմի վտանգ է զգում, Հայաստանում խաղաղության մասին անհոդաբաշխ ճառեր են։ Ռազմադաշտում կրած պարտությունը ամենասարսափելին չէ, սարսափելի և ճակատագրական է, երբ այդ պարտությունը սրընթաց շարունակվում է պարտված երկրի ներսում։ 2025 թվականի Հայաստանում չկա որևէ բարոյական և սահմանադրական նորմի նկատմամբ հարգանք, ամեն ոք իր գործում փորձում է կորզել առավելագույնը։ Եթե կարելի է համերկրացիների վրա վաճառել թունավոր սնունդ, վաճառվում է, անպիտան ծառայություն և շինություն վաճառվում է, որակի չափանիշ և զսպող գաղափար գոյություն չունի, բոլորն արդարանալու միջոց և միտք ունեն։ Դավաճանությունը ենթագիտակցության մեջ դաջվել է, ոմանց համար նախկիններն են դավաճան, ոմանց համար ներկաները, և ուրեմն դա նորմալ է ցանկացած մակարդակում։ Անխուսափելի մեծ պարտությունը դեռ առջևում է, երբ տանուլ կտանք, նաև զուտ պետական, տնտեսական ոլորտներում հարևանների հետ մրցակցությունը արդեն իսկ տանուլ ենք տվել։ Եթե նախկինում ինքնասփոփվում էինք մեր բարդակ դեմոկրատիայով և Ադրբեջանի դիկտատորական համակարգով, այժմ դրանից էլ ենք զուրկ։ Աշխարհը մտել է մերկ պրագմատիզմի դաշտ, դեմոկրատիայի վրա թքած ունեն բոլորը, հատկապես մեր ունեցած ծաղրա դեմոկրատիայի վրա։ Հարևան բաց երախների առաջ Հայաստանը կեղծ տնտեսական աճ և խաղաղություն է խաղում, հասարակությունը դեռ ասֆալտի ճոխության բերկրանքն է վայելում։ Ընդամենը պետք է զուտ մեկ քայլ առաջ մտածել կարողանալ։ Չենք կարողանում։ Facebook-յան իր էջում գրում է քաղաքական վերլուծաբան Արա Արայանը։